Բարի լույս Սուրեն, բարի լույս հարգելի հեռուստադիտողներ։ Բարի լույս։ Նավիթ, ինչու երեքշաբթի օրը կրկին նկարահանման ենք գնում։ Չէ՞ որ մեր չէին սպասում հաղորդման օրը Կիրակին է։ Այո։ Դե ինչ արած, մեր այսօրվա հերոսը շատ բազմազբաղ մի անձնավորություն է, Սուրեն։ Այդ իսկ պատճառով պայմանավորվել ենք նրա հետ։ Նոր գվարչական շրջանում ենք։ Ով է մեր հերոսը այսօր։ Արմինե Հայրապետյան, երգչուհի, հեղինակային երգեր է կատարում։ Գիտես Արմինե Հայրապետյան։ Ես նրան ճանաչում եմ, այո։ Առիթ եմ ունեցել հանդիպելու աղջկաս դպրոցից վերցնելուց եւ գեղեցկության մի սրահում անունը չտամ։ Կամ կարող եմ տալ։ Պիգմալիոն գեղեցկության սրահ։ Գովազդի գումարը իհարկե հետո կպահանջենք։ Մի խոսքով գնում ենք Արմինե Հայրապետյանին բացահայտել։ Կարծում եմ հաճելի հանդիպում կլինի։ Գնացինք։ Գնացինք։ Բարև ձեզ Արմինե։ Հայկական երկրորդ հեռուստալիքն է, չէին սպասում հարթումը։ Իհարկե դուք մեզ սպասում եք, որովհետև հասկացանք, որ անսպասելի ձեզ չեն կարող նկարահանել։ Ինձ անսպասելի նկարահանել չի կարող բռնել ուղակի։ Համեցեք։ Կարող ենք ներս գալ։ Իհարկե։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, հոյակապ համեցեք։ Ես բարև ձեզ։ Իմ տղաներն են։ Շատ ուրախ եմ։ Գագիկը եւ Էդվարդը։ Համեցեք խնդրեմ։ Փորձում եմ հիմա թարգմանել լավագույն երգչուհի հնագետների մեջ եւ լավագույն հնագետ երգչուհիների մեջ։ Այդ ճիշտն ասած իբրև կոմպլիմենտ ա հնչում, բայց թարսի պես այդպես չի ստացվում։ Բայց այդպես չի։ Դե լավ կլինի, որ երկու տեղերում էլ լինես լավագույնը, բայց իհարկե կան եւ լավ երգչուհիներ եւ լավ հնագետներ։ Խոսքով աշխատում եմ։ Մեր ավանդական առաջին հարցը, թե սա ինչ բնական է, երբ այնց եք այս բնականում բնակվում։ Գտնվում եք զինվորականների շենքում, փոքրիկ բնակարան է, մենք արդեն այստեղ ենք մոտ 8 տարի մի քիչ ավելին։ Իսկ ինչ ասել է զինվորականների շենք։ Դե այդպիսի կատեգորիա արդեն գոյություն ունի, ասում եմ հաղթ գոյություն ունի։ Շրջանում այո, օֆիցերների շենք, հա, այդպես է։ Դոմ օֆիցերը։ Դոմ օֆիցերը մի քիչ ուրիշ բան է ստացվում, բայց այս դեպքում մենք ունենք երկրորդ մասիվում այսպիսի մի շենք, որը բավական լավ թաքնված է, շատ հմտորեն է թաքնված, բայց այստեղից դեպի քաղաք այցելությունը բավական հեշտ է։ Շենքում բնակվում են հիմնականում զինվորական ընտանիքներ։ Մենք էլ ենք զինվորական ընտանիք, դրա համար մենք էլ ենք բնակվում այս շենքում արդեն։ Մի րոպե, դուք երգչուհի եք, հնագետ։ Շատերը չգիտեն մասին չգիտեն։ Այդ դուք չգիտեք, մարդիկ կա որ գիտեն։ Ես կապիտան եմ, ծառայում եմ հայկական զինված ուժերում, գլխավոր շտաբում։ Դե մնացած գաղտնիքներն էլ ոչ եմ ասելու։ Լավ, որ այդպես է, գանք ամենասկզբից, լավ։ Եթե կարելի է։ Սկսենք ամենասկզբից, ավարտեցիք դպրոցը։ Վայ, այդքան ես մտածում եմ էլ ավելի սկզբից ավարտեցի մանկապարտեզը։ Էլ ավելի սկզբից, ովքեր են ձեր ծնողները։ Հայրս նկարիչ քանդակագործ էր, շատ բազմահմուտ մարդ, բազմաթիվ հնարքների էր տիրապետում։ Մայրս բուժաշխատող էր, մինչև հիմա էլ զբաղվում է մանուալ թերապիայով, երկուսից էլ հետաքրքիր բաներ ունեմ ժառանգած։ Երևի արվեստը երկուսից է գալիս։ Գիտության, հնությունների նկատմամբ, երկրի եւ նման բաների մասին հետաքրքրությունները նույնպես երկկողմանի են։ Լեզուս մայրիկից է, այդպես ասեմ, էլի, եթե մայրիկիս հետ ծանոթանաք, նոր կհասկանաք, թե ինչու եմ այսքան ու այսպես խոսում։ Մի խոսքով ծնողներիս ավանդը իմ կայացման մեջ շատ մեծ է։ Ավարտեցի դպրոցը, ընդունվեցի Երևանի պետական համալսարան, միանգամից որոշեցի դառնալ հնագետ։ Ինչու՞։ Ինչու՞, որովհետև դա գովազդ եմ անելու։ Դա միակ մասնագիտությունն է, որ իր մեջ ներառում է բազմաթիվ, կարող է ներառել բազմաթիվ հարակից գիտություններ, բոլոր այն գիտությունները, որոնք ես երբևէ սիրել եմ, ուզեցել եմ զբաղվել։ Ինչ որտեղից ցանկանում եք ոսկի պեղել, գտնել։ Միակ բանը, որ խելք չունեմ, էլի մինչև հիմա։ Ինձ հաճախ են հարցնում ոսկի դեռ չես գտել։ Իրականում այդպես փոքրիկ գտածոներով եղել են, բայց միտքը այդպեսին չի եղել։ Միգուցե եթե փնտրեմ ոսկի էլ կգտնեմ։ Արևմտյան Հայաստանում հատկապես։
Միգուցե Արևմտյան Հայաստանում չեմ կարող ասել, իմիջիայլոց ասեմ, որ մերոնք ծագումով մշեցիներ են մայրիկիս կողմը եւ գիտեմ, որ Գերդաստանում այդպիսի ավանդույթ կար, ինչպես շատ Գերդաստաներում պատմություններ, որ թաքնված գանձեր ունեն, ավանդական ինչ որտեղ պահված, որ եթե գնանք կարող ենք դրանք գտնել։ Խնդրեմ Դավիթին նկարի, հա։ Սա ձեր սիրելի խաղալիքն է եղել։ Ես ընդհանրապես տիկնիկներ շատ էի սիրում, ափսոս իմ տիկնիկներից շատ քիչ են մնացել։ Ես դրանով չեմ խաղացել։ Չծիծաղեք, բայց մենք տանը ամեն ինչ ունեինք եւ տղաների եւ աղջիկների համար, այնպես որ իմ տղաները ունեցել են եւ տիկնիկներ եւ ավտոմեքենաներ, որովհետեւ ես հաճախ բեմականացումներ էի անում իրենց համար, ու ինչ տեսակի բնության ներկայացուցիչներ, մարդկության ներկայացուցիչներ ասեք ունեցել ենք։ Նաև իսկական կենթանական ֆլորայի եւ ֆաունայի ներկայացուցիչներ։ Ես ձեր պատմությունը ընդհատեցի, խնդրեմ շարունակեք։ Ուզում եի ասել, որ Արևմտյան Հայաստանում դեռ չեմ եղել, առայժմ իբրև զինվորական չեմ կարող գնալ, այնտեղ այցելել, կարծեմ թե։ Այդ ինձ համար անհասկանալի է, ինչպես թե չեք կարող։ Ինձ համար էլ առանձնապես ելքի մուտքի արտոնագիր չեն տալ։ Չեմ կարող ասել, համենայն դեպս քաղաքական նկատառումներից ելնելով առայժմ Թուրքիա չեմ կարող այցելել եւ փոխարենը Երբ որ ունենում եմ արձակուրդներ, երբ որ ունենում եմ հնարավորություն պեղումների մասնակցելու, իսկ վերջին 3 տարիներին դրանք Եգիպտոսում էին, այո, իմ արձակուրդները եւ հնագիտական պաշտոնական է, թե դուք կարող եք նախաձեռնել ինքներդ եւ գնալ պեղումների, ոչ մեկին չասեք, ինչ որ մի սարում, ինչ որ մի բանի տեղ իմանաք։ Ամենայն դեպս ոչ Եգիպտոսում, ամեն տեղ էլ աշխատում։ Հայաստանում էլ պիտի հատուկ թույլտվություն ունենաս, ես պարտաճանաչ մարդ եմ, օրենքի սահմաններում եմ աշխատում միշտ շարժվել։ Չէ, մի րոպե էսպիսի մի բան հասկանալ։ Չէ, չեմ կարող քլուբնում բահա վերցնել ու գնալ պեղումների։ Էսպիսի մի բան, հա, եթե կարելի է, դուք վստահաբար գիտեք օրենքը թույլ տալիս է թե ոչ։ Ես զգում եմ, որ ինչ որ սարի գլխին ինչ որ մի բան կարելի է պեղել։ Գնում եմ այդ հողատարածքը, դա դառնում է սեփականություն։ Եվ իմ Պարիսպը դնում եմ, այո, Պարիսպս դրեցի եւ այնտեղ Արմինե ջան, արի մի հատ էստեղ կարող ենք միասին։ Այո, Արմինե ջան եւ տրակտորիստ ինչ որ եւ տրակտորիստ ջան։ Այդտեղ արդեն հարցերը բաժանվում են կամ տրակտորիստ կամ Արմինե ջան։ Չէ, Արմինե ջանը ասում է Սուրեն, այստեղ հնարավոր է ինչ որ բան գտնել, պետք է հզոր տեխնիկա, որպեսզի գտնենք։ Դա ինչ որ մեկը կարող է ինձ արգելել, թե ոչ։ Ճիշտն ասած, ես չգիտեմ ինչպես է կարգավորում սեփական հողի մեջ։ Առայժմ ամեն դեպքում կա նման բան, որ կարգավորում է։ Բայց դա իմ հողն է, բերեցի գտա։ Այնուամենայնիվ, ես որքան գիտեմ, այնուամենայնիվ դա պատկանում է պետությանը, ինչքան ես գիտեմ։ Հիմա թե ինչպես է ստույգ հստակ կարգավորվում է, չեմ խորացել այդքան։ Դուք վստահաբար հետարքիր իրեր գտել եք եւ պետությունից թաքցրել։ Հիմա մեզ ցույց տվեք, մենք չենք ասի ոչ մեկ։ Ես տանը պետությունից թաքցրած ոչինչ չունեմ, այնտեղ ունեմ հնագիտական իր, որը նվեր է իմիջայլոց։ Եվ ինչ որ մեկի մի լավ ծանոթ, որը գնել էր Սև շուկայից, այսպես ասած, սա այսպես ասենք, էլի։ Ինչ ասել է Սև շուկա։ Դե ես ինձ համար այն իրերը, որոնք հայտնվում են հնագիտական իրեր, հայտնվում են վաճառքում, ինձ համար դա անօրինական է, իմ կարծիքով։ Ցավոք սրտի գոյություն ունի նման արք ու վաճառք եւ կան մարդիկ, ովքեր շատ լավ գիտեն ովքեր են հնություններ վաճառում, որտեղ են քանդում եւ այլն։ Եվ ես քանի որ պատահական չգիտեմ, մեկ շիշ, ես միշտ ինձ նվիրել են գյուղում, եթե հայտնաբերված ա եղել, ինձ նվիրել են, ես բերել եմ հանձնել եմ թանգարաններ, նվիրել են ոչ թե ինձ, այլ արշավախմբին եւ եղել են նման դեպքեր, երբ որ ես հանձնել եմ թանգարաններ, սա տեղը անհայտ է, հակառակ դեպքում նույնպես կգնար թանգարան, ուղղակի պատահական գտածո է, որը չգիտեմ որտեղից է հասել, չեմ կարող ասել, ես չեմ գնել սա։ Բայց նավը չէ, ասենք Լոնդոնում աուկցիոն իհարկե, եթե հաշվի առնեք, որ առնվազն 3000 մի քանի 100 տարեկան պիտի որ լինի այս անոթը, ասենք երկրորդ հազարամյակի վերջի, առաջին հազարամյակի սկիզբ, ուրեմն այդ բնականաբար ինչ-որ մի արժեք կունենա, բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե մենք գնում ենք նման հնություններ, մենք ստեղծում ենք պահանջարկ եւ համապատասխանաբար մարդիկ գնում են եւ փորձում են գտնել։ Այս իմ ամենափոքրիկ աշխատանքային կիթառն է, մնացածները թաքցված են մյուս սենյակում, անպայման իհարկե։ Մենք տանը երաժշտական գործիքների մի ամբողջ արսենալ ունենք, ամեն տեսակի,
սրինգներ, որոնցով տղաներն են նվագում, դաշնամուր, որոնցով էլի տղաներն են նվագում։ Ես գիտեմ, թե որ դպրոցն են հաճախում եւ դա է պատճառ, որ սրինգ են նվագում։ Շատ լավ է, մենք երջանիկ ենք, որ մեր տղաները սրինգ են նվագում, կիթառներ, ջութակ, ամեն ինչ ունենք համարյա։ Դհոլ չունենք, չէ, դհոլ ունեինք, նվիրեցինք, մի փոքրիկ երեխայի նվիրեցինք։ Տղա դաստիարակելը բարդ է։ Ես չէի ասի։ Ես ուրիշ փորձ չունեմ, Սուրեն ջան։ Ես ունեմ տղա դաստիարակելու փորձ։ Դե հələ մի հատ նայեք էլի, ինչ եք կարծում, լսում են թե չէ։ Չէ, կարծում եմ, որ ինչ որ բաներ չեն լսում եւ համաձայն չեն ձեզ հետ ինչ որ բաներ։ Ես ուրախ եմ, երբ որ իրենք ունենում են սեփական կարծիք, հաճախ եմ հարցնում երկուսի կարծիքները։ Ո՞վ է ձեր ճանապարհը շարունակելու։ Իմ չեմ կարող ասել, իրենք ամեն մեկն ունեն իրենց ճանապարհը։ Նկատի ունեմ զինվորականի ճակատագիրը։ Ես նկատի ունեմ իմ բոլոր ճանապարհները, իրենք ազատ են ընտրելու իրենց ցանկացած ճանապարհը, ամեն դեպքում հնարավորություն ստեղծել եմ եւ Գագիկի եւ Էդիկի համար եւ պեղումների այցելելու, եւ զինվորական գործին ծանոթանալու, մենք տարբեր առիթներով գնում ենք կրակելու, չգիտեմ, հյուր ենք գնում տարբեր տեղեր եւ դիպուկահարների դպրոց ենք վերջի անգամ գնացել, չէ՞, մի երկու անգամ փոքր մհեր կրթահամալիր ենք գնացել։ Տղաները լավ հետաքրքիր բան ունեն։ Օրինակ Գագիկը երազում էր դիպուկահար դառնալ, չգիտեմ հիմա ինչա միտքը փոխել է թե չէ։ Երբ որ համացանցում տարածեցին, որ Հայաստանի լավագույն դիպուկահարը Նազենի Հովանեսյանն է, երևի արդեն ասաց, որ դա աղջիկների գործ է։ Չէի լսել։ Քանի համացանցից խոսեցինք, ես ուղղակի հիշեցնեմ, որ այս հաղորդումը կարող եք դիտել Չեն սպասում KTM կայքում, եթեր գնալուց մեկ շաբաթ անց եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մեր բոլոր մյուս հաղորդումները։ Մեծ սիրով։ Չէ, հումոր էր Նազենի հետ կապված, ադրբեջանական կայքերն էին տարածա, ինչևէ։ Հետարքիր իրեր ունեք, որոնց մասին խոսեք, կարծում եմ, խնդրեմ։ Այստեղ հետաքրքիր բան ինձ համար, որ ասեմ անկեղծ, իժոք բոլորն էլ հետաքրքիր են, ամեն մեկն ունի իր պատմությունը, այս արջուկը, որը թեպետ ձեռքը կոտրված է, օթաչուի հագուստով է ճիշտն ասած, օթաչուի բաճկոնով է, ժամանակին ամուսինս էր գնել եւ մենք այդպես սիրով փայփայում ենք իրեն եւ սա իմ ամենասիրած դիմակն է։ Ես ընդհանրապես դիմակներ շատ էի սիրում ու բավական շատ ունեի։ Հիմա որոշ բաներ կային կոտրվեցին, կավից դիմակներ ունեի, ել չվերանորոգեցի, պես տեսնում եք, այսպես չգիտեմ, բայց իհարկե իրականում ոչ այդպես եմ անել, ուղղակի գեղեցիկ դիմակ էր ամերիկյան աշխարհից, այսպես ասած, բերված, բայց այս դիմակը հատկապես շատ էի սիրում, էլի արշակի նվերներ ամուսնուս եւ յուրահատուկ է, չգիտեմ, ինքը ինձ համար շատ հետաքրքիր է։ Դիմակներն ընդհանրապես ինձ համար մի առանձնահատուկ խորհուրդ ունեն։ Ոնց տեսնում եք, Եգիպտոսն ինձ վրա բավական լուրջ ազդեցություն է թողել, ես ինչեր ասեք, այստեղ ունեմ մումիաներ եւ թաքցված, չգիտեմ, սկարաբեյներ ու բաներ, բայց սրանք նույնպես եգիպտական են։ Քանի Եգիպտոսից խոսեցինք, ես կարծում եմ տեղին է նշել, որ մեր հայրենակիցները երբ որ գնում են բուրգերի մոտ, օրինակ ես խաբվեցի եւ կռացած մոտավորապես 45 րոպե կռացած իջա ներքև եւ պատկերացնում եմ այո տեսա մի հատ անհետ քար ընդամենը եւ 45 րոպե կռացած բարձրացա վերև, ինչի համար չեմ հիշում, կարծեմ 40 թե 50 եվրո է վճարել, եթե չեմ սխալվում։ Ինչ կասեք, արժե։ Ես Գիզայում եղել եմ միայն մեկ անգամ, ճիշտն ասած, եւ շատ կարճ ժամանակով, իհարկե գնալ այնտեղ ու չտեսնել այդ հսկայական մոնումենտալ կառույցները, ոնց որ բուրգերն են։ Բայց որ խափում են ասում են իջեք ներքև։ Դե գիտեք, մենք էլ ենք, մերոնք էլ են շատերին շատ բաներ խափում էստեղ, այնտեղ։ Տուրիզմը այդպիսի մի տարօրինակ երևույթ է, որը հենց գայթակղիչ բաների վրա։ Ես էլ եմ իջել, ճիշտն ասած, բայց ոչ խափվելով, ուղղակի գիտակցաբար իջել եմ, տեսնեմ ոնց է, ոնց չի, մի անգամը բավական էր ինձ համար։ Ինձ շատ ավելի հետաքրքիր Կահիրեի թանգարանը եւ իմ հիմնական աշխատանքը, հա, դե մի անգամ չտեսնես արքայական ծագման այդ տարօրինակ մումիաներ։ Իհարկե դաժան բան է, մի փոքր, ես ավելի նախընտրում եմ բնակավայրեր պեղել, տաճարներ եւ այլն այդպես ոչ թաղման կառույցներ, բայց իմ հիմնական աշխատանքը վերին Եգիպտոսում է ընթանում, այդ Եգիպտոսի պատմական քաղաք, մայրաքաղաք Թեբեյում ինձ համար մեծ պատիվ է, այնտեղ մեծ արշավախումբ է գործում, որին ուղղակի անդամակցում եմ, Աստված տա, որ էլի հնարավոր լինի շարունակել, որտեղ շատ հետաքրքիր է։ Կարմեն։ Թե սխալվում եմ։ Չգիտեմ ինչպես է կոչվում, թերևս այդ
միայնակ բարող կնոջ կերպարն է, բայց ես այստեղ հետաքրքիր մի բան եմ նկատում այդտեղ նկարի խորքում, ֆլամենկո է բնականաբար, պարը ֆլամենկո է եւ հետեւում կարծես թե իսկապես տղամարդը կա եւ ինչ որ ուրվագից ակնհայտ է։ Այս նկարը ծննդյանս օրվա նվերն էր ամուսնուս կողմից վերջին ծննդյան տոնը, երբ մենք միասին նշեցինք, ինձ համար մի քիչ խորհրդանշական է մնացել, այդպես էլ պահում եմ այստեղ։ Որպեսզի հեռուստադիտողի համար խորհրդանշական չմնա ձեր ամուսնու պատմությունը։ Խորհրդավոր չլինի։ Այո։ Իմ ամուսինը ռազմական օդաչու էր, Արշակ Ներսիսյան, կապիտան։ Ուսումնավարժական թռիչքի ժամանակ 2008 թվականին դժբախտաբար զոհվել է եւ մեզ համար, բոլորիս համար, իր ընկերների, հարազատների, շատ-շատերի, ովքեր իրեն ճանաչում էին, հիշում են, ինքը մնացել է հավերժի օդաչու։ Օդաչուների համար միշտ ասում են, որ նրանք չեն զոհվում։ Նրանք ուղղակի գնում են հավերժական թռիչքի։ Մեզ համար այդպես է։ Դեպի որ կողմ գնանք։ Քանի որ մենք այս ուղղության վրա ենք, ես առաջարկում եմ մեր ննջասենյակ այցելել, որը փոքրիկ համես ննջասենյակ է, այստեղ մեր երաժշտական անկյունն էլ կտեսնեք, թեպետ հիմա գործիքները բոլորը թաքնված են։ Ինչպես տեսնում եք, մեր մահճակալները երկհարկ են, բայց արդեն 2 տարի վերին մահճակալը օկուպացված է, լավ 3 էդիկը ինձ հուշում է 3 տարի, մեր վերին մահճակալը օկուպացված է մի արարածի կողմից, որը շոտլանդական տեսակի կատու է։ Ես իրեն շատ եմ սիրում, Բենջիկն է այնտեղ քնում, այո, Բենջամին է իր անունը, երբ որ ծնվել էր, իրեն այդպիսի անուն էին տվել, Բենջամին Լեոնարդ, նույնիսկ մեր անուն ազգանուններից ինչ-որ sense ազդեցիկ է թվում։ Ես իրեն այդպես կարճ սիրով անվանում եմ Բենջիկ, մեր Բենջիկը հենց որ հյուրեր ենք ունենում, թաքնվում է, հիմա ես մտածում եմ խաղալիքների մեջ է թաքնվել, թե մահճակալի մեջ է թաղվել, շատ արագ այդպես մտնում է վերմակի տակ եւ թաքնվում։ Միգուցե դուք այդտեղից կարողանաք տեսնել, եթե ինքը երևում է, թե ուրեմն լավ է թաքնվել, լավ։ Դավիթից է վախեցել կամ տեսախցիկից։ Չէ, իրականում ինքը անմիջապես զգում է, որ հյուրեր ենք ունենում։ Պատմեք ձեր իրերի մասին։ Ուրեմն ասեմ, որ երբ որ բնակարան նստացանք, ես մտածում էի ոնց է մեզ փոքրիկ սենյակում տեղավորելու ինչ որ բաներ, բնականաբար դուք հասկանում եք, որ այս կանացի շատ արթուզարթով, այստեղ ուղղակի կեսն է, ես պարզապես հաճախ եմ սիրում ինչ որ տեղեր կախել, բայց ասեմ, որ ինձ դուր է գալիս մեր ննջասենյակը, ինքը փոքրիկ է, բայց շատ ջերմ, ինձ համար շատ ջերմ։ Իրերս զարդեր են, հետաքրքիր զարդատուփեր են։ Ես ավելի շատ սիրում եմ զարդատուփեր, օրինակ սա մեր ուսանողներն էին ինձ անակնկալ արել, նվիրել էին։ Այդ մեկը ես Եգիպտոսից եմ բերել։ Սիրում եմ այս սադափով։ Նաև դասավանդում եք։ Այո, Երևանի պետական համալսարանում։ Տեսնում եք ինչքան գաղտնիքներ կան իմ մասին։ Ինչպես եք հասցնում։ Դե, այդպես օրը ունի 24 ժամ։ Դե զինվորականը կարծեմ պետք է ժամը 8-ին լինի։ Օրենքով նախատեսված է զինվորականի համար թույլատրելի աշխատանք, սիրելի Սուրեն։ Եվ դա, այսինքն օրենքով զինվորականը ուրիշ գործունեությամբ չպիտի զբաղվի, բացի գրված է սևով սպիտակի վրա, գիտա-կրթական գործունեությունից։ Ես կատարում եմ գիտա-կրթական գործունեություն։ Բա երկարվեստը։ Դե երկարվեստը ազատ ժամանակում է համարում երկարվեստը։ Մենք երաժիշտներ ունենք նաև զինվորականների մեջ միշտ ունեցել ենք։ Եվ այդտեղ ոչ մի բան չկա սարսափելի։ Այնպես որ իմ ոչ մի ոլորտը մյուսին չի խանգարում։ Ոնց հասկանում եք, այս մեր երաժշտական թաքստոցն է, հիմա գործիքները թաքնված են, Էդիկի ջութակը, իմ 2 կիթառները, ես եւս մի կիթառ ունեի, որը նվիրեցի Արցախում մանկական բանկար դպրոցի դասարանի նվիրեցի կիթառի, մանկական կիթառներ էր 2 հատ ունեինք։ Հիմա մեկը պահել եմ աշխատանքային այնտեղ միջանցքում որ տեսակ, իսկ այս 2-ը, բայց պիտի ցույց տամ, գիտեք, իմ հպարտությունն է։ Ես կարծում եմ ոչ միայն պետք է ցույց տաք, այլ պետք է նվագենք։ Նվագենք անպայման կնվագենք։ Եվ երգեք, եթե կարելի։ Մեկը մեկից լավն են, ես շատ եմ սիրում, այս մեկը կորտ է, շատ եմ իրեն։ Հիմնականում իրենով եմ նվագում, ժամանակակից պահանջներին լիարժեք համապատասխանող գործիք է։ Սպասեք մի անգամից կապոդաստրն էլ հանեմ եւ սա թողնեմ դրսում։ Բայց կարծում եմ հիմա կնվագեք մեզ համար։ Եթե հարկավոր է ընդմիջենք։ Չէ, այս պահին հենց 1 վայրկյան այն մյուսն ցույց տամ նոր, որտեվ էլ հետո որ սա դրեցի, էլ ցույց չեմ տա։ Թաքցնեմ։ Ես ինչու պիտի սա ցույց տամ, որովհետեւ այս կիթառը ինքան վաղուց չեմ շարժել տեղից։ Այս կիթառը շատ
թանկ նվեր է ինձ համար, հետաքրքիր ոգի ունի։ Ընդհանրապես երաժիշտները լավ գիտեն, որ գործիքը ունի շունչ, ոգի, չգիտեմ, մենք այդպես բաներով չենք տարապում, ինչ-որ ֆետիշիստական կամ անիմիզմի, բայց իսկապես գործիքներն ունեն իրենց աուրան, իրենց էներգետիկան և իրենց յուրահատուկ ոգին։ Այս կիթառով եմ գրել շատ ու շատ երգեր, իմ երգերի երգացանկի մեծ մասը գրվել է այս գործիքով։ Նույնիսկ երբ նրանով չէի նվագում, որտեվ ինքը մետաղական է, լարերը շատ լավ հնչողություն ունի, բայց սիրուն է հնչում, իհարկե լարերը արդեն փոխելու կարիք կա, որովհետև միայն ժամանակ առ ժամանակ բացում եմ իրեն շոյելու համար, հիմա վերջին ընթացք շրջանում էլի, բայց ես այս գործիքին շատ եմ պարտական, շատ սիրելի գործիք է և իրենով շատ երգեր եմ գրել, իրոք գալիս էր, հենց որ նույնիսկ եթե իրենով չկատարեի, գործիքը վերցնում էին, մեղեդիները սկսում էին գալ, շատ հետաքրքիր է։ Ինչ եք մեզ համար հիմա կատարելու։ Հիմա սպասեք տրամադրվեմ, թե ինչ եմ կատարելու ձեզ համար։ Գործիքը կվերցնեմ, ինքը կասի ինչ եմ կատարելու։ Ես երբեք չեմ ծրագրում ինչ պիտի կատարեմ։ Եվ միգուցե երգ ծնվի այս պահին։ Չէ, այս պահին չի կարող ծնվել, այդ երեկ ա ծնվել մի հատ երգ, բայց այդ երեկվանը չեմ երգի, դեռ պետք է նստած լինի, որ… Ով կամ ինչն է պատճառ հանդիսանում, որպեսզի երգեր ծնվեն։ Ինչից եք ոգեշնչվում կամ ումից։ Ես պատմել եմ մի անգամ, ամենազավեշտալի դեպքը, երբ որ ես երգ եմ գրել, այդ եղել է տրամվայում շատ խիտ, այն ժամանակ դեռ Հայաստանում Երևանում տրամվայներ կային, շատ խիտ կանգնած ժամանակ, երբ որ ես իջա տրամվայից, մի կերպ իջա տրամվայից, ոտքիս սպիտակ անդրավարտիքի վրա 43 համարի տղամարդու կոշիկի հետք կար և դրանից հետո երգ ծնվեց, շատ զավեշտալի, իհարկե երգը բավական բարկացկոտ էր, հիմա որ երգեմ, պես բան կստացվի, տրամադրությունը… Չէ, հիմա պետք չի երգ, պարզ է ինչի մասին կերգեի։ Չէ, պատկերացրեք ինքը շատ հետաքրքիր, բոլորովին թե անմիջապես դրա հետ կապ չունի, էլի, շատ ավելի խոհափիլիսոփայական միտք եկավ, մտածում եմ։ Ով ես, դու բարի ճամփորդ ասա ինձ ով ես, ինձ անթարթնայում ես ու լռում, քարեմ Քո ճամփին ընկած անխոսմի քարեմ, մի կորած հոգի եմ անդադրում, թունավոր խնձոր էր, թե ճամփան խոտոր էր, ես մոլորվեցի այս անտառում, հեռավոր մի տեղ էր, սիրտը իմ անմեղ էր, չգիտեմ ինչու է տարապում, սիրտն իմ գողացել է ինչ-որ մեկը սիրտն իմ ու հիմա ինչի էլ բաբախում, ուշ է ինչ-որ բան անելն արդեն շատ ուշ է, գուցե դու այստեղ ես ապարդյուն, թունավոր խնձոր էր, թե ճամփան խոտոր էր, ես մոլորվեցի այս անտառում, հեռավոր մի տեղ էր, սիրտը իմ անմեղ էր, չգիտեմ ինչու է տարապում, ասես մոգական մի շրջանակ, որ սկսվելու չի էլ վերջանում, ինձ պտտեցնում է շարունակ, ու ես հայտնվում եմ նույն տեղում, ով ես, դու բարի ճամփորդ ասա ինձ ով ես, ինձ անթարթնայում ես ու լռում։
Շնորհակալություն, բրավո։ Շնորհակալ եմ, այսպես անպատրաստի։ Եվ այսպես հնագետ, երգչուհի, զինվորական եւ դասախոս, հա։ Ոնց որ թե կարծես այդպես։ Իսկ որպես խոհարար ինչպիսին եք։ Երբևէ հյուրերս չեն դժգոհել։ Փառք Աստծո, երբևէ թունավորվողներ չեն եղել։ Չէ, իրականում շատ սիրում եմ պատրաստել, սիրում եմ ստեղծագործել, ինչպես ամեն օր եք։ Դավիթը իրերն է ֆիքսում, ես կարծում եմ դուք կմեկնաբանեք։ Շատ բաներ, որոնք իմ տանը կարող եք տեսնել, ես իսկապես այնքան շատ եւ սուվենիրներ ունեմ եւ ունեմ տարբեր տեղերից կախված նկարներ, այստեղ մեր ընկերներից մեկն էր այս նկարը նվիրել, լուսանկարիչ Անդրանիկ մեր հիմա այստեղ չէ, Հայաստանում չէ, բայց ես չգիտեմ, շատ եմ սիրում խոհանոցում հատկապես այս խորհրդանշական հասկի եւ մայրամուտի այդ դրվագը ինձ շատ է դուր գալիս, եթե տեղ ունենայի ու հնարավորինս շատ պատեր, ինչ ասեք կփակցնեի։ Ես տեսնում եմ դուք իմ սառնարանն եք հիմա փորձում մագնիսները դասավորել, բայց ես դες ասեմ, իմ տանը կարելի է տեսնել տարին բոլոր ձմեռ պապիկների բոլոր տեղերում, որովհետև ես նրանց նախ թաքցնելու տեղ չունեմ, երկրորդը ունեմ տեղ, բայց չեմ ուզում թաքցնել, որովհետև իրենք տարին բոլոր ինձ մոտ են, եւ սառնարանի վրա, եւ այնտեղ հյուրասենյակում պահարանների վրա դրված են, ես չեմ թաքցնում իրենց։ Եթե ձեռքս ճար լիներ, տոնածառնել կպահեի ամբողջ տարին, ուղղակի հարմար չի տարվա ընթացքում իրեն պահել էլի։ Խոհանոցում կարծում եմ ամեն ինչ պարզ է։ Խոհանոցը ես շատ եմ սիրում, այստեղ եմ անցկացնում օրվաս մեծ մասը, ես մտածում եմ այստեղ, երբեմն աշխատում եմ այստեղ, չգիտեմ, հեռուստացույց շատ հազվադեպ եմ նայում, բայց լսում եմ հեռուստացույց, երբ որ ամաններն եմ լվանում, սիրում եմ հեռուստացույց լսել։ Ուղղակի եթե ինչ-որ բան կա, էլի դե շատ բան չի լինում լսելու, բայց այ օրինակ չէինք սպասում, հաճույքով եմ լսում։ Հետևում եք մեր շոու բիզնեսին, մեր երկարվեստին։ Եթե ասեմ անկեղծ, ես չեմ ուզում կեղծ թվալ եւ ինչ որ բաներ ասել, շատ հազվադեպ եմ նայում հեռուստացույց, նորությունները իմանում եմ միայն այն դեպքում, երբ որ իրենք շատ ինչ որ sense ցայտուն են կամ ինչ որ արդեն բոլորը այդ մասին գիտեն, ես բոլորից ամենավերջում եմ իմանում այդ մասին։ Շատ մարդիկ կան, ում ընդհանրապես չեմ ճանաչում, բնականաբար ինձ էլ շատ շատերը չեն ճանաչում, բայց այդ չի խնդիր, ուղղակի ամենօրյա նոր այ որ ասացիք շոու բիզնես, պիտի ասեմ, որ բավական շատ նոր անուններ կան, որոնք չէի լսել, մեկ-մեկ միացնում եմ, զարմանում եմ։ Դե կան անուններ, որոնք մեկ անգամ ենք լսել, հիմա բաց թողեցինք մենք։ Կրիային բաց թողեց, հա, բաց թողեցին, ես կարծեցի ինչ որ մեկը հանել էր, որտեվ ես այսօր կրիային լողացրել եմ, բայց ինքը այսպես մի քիչ տարօրինակ ակվարիումում է, չգիտեմ ինչքանով է էսթետիկային նկարահանել, բայց մեր կրիան ես իրեն կարող եմ ձեզ համար հանել։ Ուրեմն ասեմ, մեր կրիան այս չափ էր, 5 կոպեկանոցի չափ։ Մեկ վայրկյան ես իրեն ուղղակի դուրս բերեմ, որովհետեւ ինքը շատ մեծ հաճույքով դուրս կգա, նախընտրում է դուրս գալ։ Ես չգիտեմ, եթե ինչ որ մեկը գիտի, կրիան ձայներ է հանում։ Ուրեմն երբ որ ես գալիս եմ իրեն կերակրելու, ինքը այտենց, եթե ես չեմ իրեն կերակրում, ինքը ֆշացնում է։ Մի անգամ խնդրել էի հարևանուհուս չորացնեմ իրեն, որովհետև թաց է։ Այ դու չարաճճի, հա։ Շնորհակալություն Էդիկ ջան։ Ուրեմն այս կրյան այս չափ էր, այսքան փոքրիկ էր, երբ որ մենք գնեցինք, ես միտք չունեի կրյա գնելու։ Ձկների խանութում էինք, այս ակվարիումը նախատեսված էր ձկների համար, ժամանակին ավելի գեղեցիկ, գեղատեսիլ վիճակում էր։ Հիմա միայն կրյան է այնտեղ մնացել թագավոր, բոլոր ձկները վերացան։ Ես ուղղակի որոշեցի չթարմացնել, որովհետև ինքը արդեն շատ տեղ էր ուզում զբաղեցնել։ Եվ հետո բոլոր ձկնիկներից ոսկե ձկնիկների պոչերը կերավ, ես սկզբում էի իրեն, երբ որ փոքրիկ էր ինքը, իրենց հետ էի պահում, հետո հենց սկսեց մեծանալ, հասկացա, որ գիշատի չէ, ովքեր չգիտեին ասեմ էլի, ես մեկ-մեկ իրեն միս եմ տալիս։ Ոյ, ինքը ոչ միայն ուտում է, ինքը շատ մեծ հաճույքով է ուտում եւ հետո շատ ուժեղ ակտիվանում է եւ մսի դեմ պայքարողներին ասեմ, որ իսկապես միսը շատ ուժեղ ակտիվացնում է։ Երբ որ ինքը միս չի ուտում, այդ սովորական իր կերերով է սնվում, շատ հանգիստ, հանդարտ, նեյտրալ, ես կասեի, մսից հետո այսպես ակտիվանում է շատ եւ հետո նորից է պահանջում, ու շատ արագ մեծանում է իհարկե։ Իդեպ ասեմ, այս կրյան Դե ժամանակ առ ժամանակ խաղում եմ իր հետ, հələ տղաները չեն սովորել իր հետ լավ խաղալ։
Իրենց համար էի գնել իրականում եւ ձկները եւ կատուն մենք դեղցանիկ ունեինք բայց երկու կրյա գնեիք գոնե դե երկու կրյա գնեմ ինչ անեն կռիվ անեն իրար հետ մանավանդ որ չեմ կարող որոշել եք որց եւ իրենք չգիտեմ ձակ կհանեն թե չէ դե կարելի է փորձել ինձ մոտ տանը բոլորը մենակ են առայժմ իրեն հետս պահեմ էլ ինքը դենց ողջավորվել է գիտեք մի անգամ այս կրյային տարել էինք միջոցառման եւ ինքը հետաքրքիր ցուցադրության մասնակից էր ոգևորվել էր շատ երեխեք կային մասնակից ծաղիկների մեջ լող էր տալիս մի խոսքով արքայություն էր ընկել խեղճ Էդիկ ջան տար տեղավորի մենք գտնվում ենք հյուրասենյակում բարի գալուս մեր հյուրասենյակ իմ ամենասիրած անկյունն է ճիշտն ասած ես իմ տան բոլոր անկյունները սիրում եմ Սուրեն ջան երբ որ բնակարանը ստացա այն դատարկ էր եւ ինչ շատ դուր եկավ նա ծրագրավորումը այսինքն նրա հատակագծումը որովհետեւ առանձին էին սենյակները եւ անելու շատ բաներ կար շատ անկյուններ կային վերանորոգում չեն կարել ուղղակի կահավորել ենք կահավորել եմ իմ ֆանտազիաներով եւ իմ ճաշակով ինչպես տեսնում եք շատ տարօրինակ բաներ են հաճախ եմ փոխում թեպետ այստեղ դժվար է ինչ որ բան փոխել կահույքի դասավորություն գիտեք չէ բոլոր կանայք հիվանդություն ունեն կահույքը տեղաշարժել ես որ հաստատ իմ ճանաչած շատ-շատերը տեղափոխում են դե հոգնում ես ասենք ամբողջ տարին նույն դիրքով չի կարող մնալ այս վերջին փոփոխությունը ինձ ավելի շատ ամեն տարի ամեն անգամ փոփոխությունը ինձ նորից դուր է գալիս այո կանայք գիտեն որ հաճախ են հոգնում Հա հոգնում, չէ, ես չեմ հոգնում, հոգնում են, ես օրինակ հոգնում եմ ինքս ինձանից, նույնություններից։ Մի բան, որը սեփական ուժերով եմ արել։ Եւ կրկնողությունների մասներ խոսքը, որ նրանք հոգնում։ Որ կուզեի օրինակ ձեզ ցույց տալ այս պահարանը, որը այսպես յուրահատուկ բանով է արված, սեփական նախագիծ է, այսպես ասած, իրականում այս պատկերը գոյություն ունի Չինաստանում, Պեկինի բուսաբանական այգու մուտքի մոտ։ Ես չեմ նկարել, Չինաստանում չեմ եղել, անկեղծ եմ ասում, եւ այս վիշապը լրիվ ուրիշ գույների է։ Այստեղ մուգ կապույտ է, այստեղ կանաչավուն, երանգները ամբողջ փոխված են եւ ինքը լրիվ դեղին է, իսկական դեղին, լիմոնի դեղին։ Գունային ամբողջ փոփոխությունը ես եմ արել, ճիշտն ասած, բան էի փնտրում, որտեղ մտածում էի, այստեղ կահույքը պիտի սև լինի, ասում էի շատ ծանր կլինի, կարմիր գույն էի փնտրում ու մտածում էի վիշապ գտնեմ։ Դե այդ արդեն հասկացաք երևի, որ ես տարով վիշապ եմ։ Այո։ Չէ, բայց ոչ միայն դրա համար մի պահ այդպես հետաքրքրվում էի։ Գույն էր հարկավոր։ Ոչ միայն գույն, ինձ իսկապես ինքը շատ դուր եկավ եւ այնքան ռեալիստական էր, որ հետո լավ թաքստոց է, այստեղ ինչքան գախնի բաներ ունեմ, իմ պահարանները հետաքրքիր բաներ են, թաքստոցներ են, հուշերի, օրագրերի, չգիտեմ, դեղերի, ամեն տեսակ բաներ պահում եմ այստեղ։ Մեր սիրելի անկյունն է, որտեղ մեր հայրիկի հետ կապված լուսանկարներ կան, շատերը չի որ պահում ենք, ուղղակի մի քանի բան ենք այստեղ պահում, իր նվեր ստացած, այսպես ասած, սիմվոլիկ խորհրդանշական զենք էր, որ նվեր էր ստացել, սա մեր տրոֆեին է արդեն, մենք էինք դիպուկահարների դպրոցում տարեդարձ էինք նշում եւ հրավիրված էինք, մենք էլ կրակեցինք, ես էլ ասեմ գլուխկով եմ, որ լավ էր ստացվում։ Բազմաթիվ շնորհակալագրեր ունենք, որոնք այսպես արդեն քիչ առ քիչ ուղղակի իրար վրա են կուտակվում։ Ես ոնց հասկանում եք, սիրում ենք էլի տարբեր գույներ, գույները հասկացաք։ Կարմիրը մեծ մոտ հաճախ է լինում ամենտեղ։ Որտեղ կարելի է լսել ձեզ։ Ի նկատի ունեք ոչ համացանցում եւ ոչ եթերում, հա, եթե կենթանի կատարմամբ։ Եթե ոչ ուրբաթ օրերին ակումբում արդեն մենք իհարկե հիմա ամառային արձակուրդի ենք անցել, բայց տարին բոլոր իսկ մենահամերգներով մենահամերգներ լինում են ժամանակ առ ժամանակ, տարեկան 1 կամ 2 անգամ մենահամերգներ եմ ունենում, այս տարի դեռ չեմ ունեցել մենահամերգ, Գարնանը բաց թողեցի ժամանակը Իսկ ով է ձեզ լսում։ Ձեր լսանով ովքեր են։ Երեխաներ սկսած ամսական հասակից մինչև տատիկներ արդեն զառամյալ տարիքի ես ուղղակի արդեն լսարանից այդ սահմանների հետ հասցրել եմ տարբեր առիթներով ծանոթանալ իրենք մեր բացօթյա համերգների ժամանակ երբ հնարավորություն են ունենում գալիս են մի անգամ ինձ գտել էր մի տատիկ որը 90 տարեկան էր իր ամուսնու հետ միասին նրանք եկել էին Ֆրանսիայից եւ պատկերացրեք փնտրել էին ինձ, ասում էին որ 2-3 տարի շարունակ փնտրել են, հեռուստատեսությամբ էին ինձ տեսել, գտել էին, մի խոսքով երկար ժամանակ փնտրել էին, այդպես դողդոջուն ձեռքերով շատ հուզված։ Լսարանս շատ բազմազան է, Սուրեն ջան, ճիշտն ասած չեմ կարող ասել, մարդիկ կան, որոնց դուր է գալիս հեղինակային երգի ժանրը, կիթառով ստեղծագործությունը պարզ, մի մեղեդի,
մի կիթառ կամ մի ձայն, մարդիկ էլ կան, որոնք ասում են տխուր երգեր եք գրում, բա չենք բարելու կամ նման հարցեր, իհարկե ամեն տեսակի երաժշտություն գոյություն ունի եւ բարելու համար նախատեսված հատուկ երաժշտություն կա, ես ինքս էլ եմ բարում։ Հասկանալի է, իսկ նրանք ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչպիսի պայմաններում եք բնակվում, ուղղակի կարող են այցելել Չէին սպասում .am կայք, գտնել ձեր հաղորդումը եւ դիտել։ Բոլոր գաղտնիքները տեսան արդեն տան բոլոր անկյունները։ Ես ասեմ, որ մենք այստեղ այս անկյունում ունենք, ոնց հասկանում եք, տեղը բավական փոքրիկ է, բայց ես հասցրել եմ այն վերածել եւ երաժշտական անկյան եւ աշխատանքային անկյան։ Այս երաժշտական անկյունը ճիշտ ասած արդեն օկուպացված է, ես չեմ նվագում։ Այստեղ նվագում են իմ երկու տղաները, հատկապես Գագիկն է նվագում, շատ հաճախ, անընդհատ է նվագում, Գագիկը երևի ամեն օր է նվագում։ Ոչ միայն ամեն օր, օրվա մեջ ամբողջ ժամանակ անց է կացնում նվագելով, ես հիմնականում աշխատում եմ, երբ որ տանն եմ լինում այս անկյունում, այսպես ենք անում եւ վերջացավ, ինքը տեղափոխել է իմ աթոռը, իր աթոռը փոխարինել, հարմար։ Եվ ասեմ ձեզ, որ չգիտեմ, տանը ես հաճելի եմ, ես այս տունը երբ որ սկսեցի կահավորել, ամբողջ միտքս այն էր, որ մենք տանը հաճույք վայելենք եւ լավ հանգստանանք, ինչը լավ ստացվում է, սիրում եմ հյուրեր ընդունել, հյուրասիրել իրենց գինի, հյուրասիրել, դες էլ կարող էի սիրով հյուրասիրել։ Անդրադառնանք ձեր գրադարանին։ Այստեղ իմ գրադարանի մի փոքրիկ մասն է, դուք ննջասենյակում կարող եք տեսնել ամբողջ ծավալը գրքերի, որոնք եւ էլի շատ ու շատ կա, մամայից տանը որ չբերեցի, բայց այստեղ հիմնական գրքերն են, որոնցով ես եմ զբաղվում, մեր երեխեքն են զբաղվում, ամեն ինչ կարող եք գտնել բառարաններից սկսած, վերջացած շատ լավ։ Խոհանոցի գրքից։ Այս Էդիկի Խոհանոցի գիրքն է, անցյալ տարի ծննդյան օրը նվեր էր ստացել։ Ես շատ եմ սիրում հեքիաթներ, իրենք շատ են կարդացել ու մի ամբողջ բաժին ունենք միայն հեքիաթներին նվիրված։ Դուք ինձ հարցնում եք եւ ես ուզում եմ ներկայացնել ձեզ նաեւ մեր հեղինակային երգի հավաքածուները այստեղ են իրականում երգերի իմ երգերից նաև մի հատված, մոտ 17 երգ, բայց էլի բաներ կան, ձայնասկավառակներ կան, որոնք այս պահին ձեռքիս տակ չկային, պիտի վերաթողարկեմ։ Սա երկրորդն է բարևը, կա Ես ետ կգամը եւ Վայրի ծառը, առաջինը եւ երրորդը, որոնք այս պահին ձեռքիս տակ չեն։ Կարելի է, եթե մարդիկ ուզում են ինձ լսել, իրենք կարող են հեշտորեն փնտրել, գտնել բացօթյա համերգներին, փառատոն ենք ունենալու շուտով։ Կլուսաբանեք փառատոն, ինչ փառատոն է սպասվում։ Արդեն երրորդ տարին է Հուսո Արագաստ փառատոնն է իրականացվում, 1 վայրկյան, ես ձեզ անցյալ տարվա մեր հյուրերից մեկը մեզ համար պատրաստել էր այսպիսի հոբելյանական բաներ, նավակներ Հուսո Արագաստ, ահա այս տարի իհարկե սա մասնավոր անձի կողմից էր պատրաստված, բայց բոլոր մասնակիցներին էր նախատեսված, այնքան հուզիչ էր ստանալ նման բան։ Այ որ ասում եք ովքեր են լսում, այնպիսի մարդիկ են լսում, որ չենք ճանաչում, չգիտեն, գալիս են նվերներով, ընծաներով կամ պարզապես լավ երաժշտություն լսելու համար։ Այ Սևանի ափին, ներողություն։ Սևանի ափին 2017 Հուսո Արագաստը կկայանա հուլիսի 14-ից 16-ը, վրանային ճամբար կլինի եւ խարույկներ կլինեն, արդեն հայտերը ընդունվում են, բավական հայտատուներ ունենք, Ես չգիտեմ արդյոք մեր հաղորդումը եթեր կգնա փառատոնից առաջ, թե անկախ ամենից, նույնիսկ եթե հետագայում համացանցով դիտելու լինեն, 18 թվականին հուսանք, որ մեր Հուսո Արագաստը երկար կնավարկի Սևանի ջրերում եւ ոչ միայն Սևանի ջրերում։ Միայն հայ արտիստներ են մասնակցում, Այս տարի միջազգային է փառատոնը, նախորդ 2 տարիներին հայ մասնակիցներ էին տարբեր տեղերից, այս տարի արդեն ունենք եւ Ուկրաինայից եւ Ռուսաստանից եւ Վրաստանից մասնակիցներ, որոնք անպայման կլինեն փառատոնում։ Միայն Երևանում, թե Երևանում միայն երևանյան լսումներն են, իսկ իրական բուն փառատոնը Կապուտեկ Սևանի ափին պիտի անցկենա խարույկների ներքո, լուսնի ներքո Սևանա լճի ջրերի հետ։ Ինչ ֆիլմեր եք դուք դիտում, ինչ երաժշտություն եք լսում։ Ինչ ենք դիտում։ Ես սիրում եմ դիտել գիտահանրամատչելի հաղորդումներ, տղաներիս հետ միասին դիտում ենք երբեմն այդպես գիտաֆանտաստիկ ֆիլմեր։ Շատ ենք սիրում, իսկապես մանկությունից ամենասիրածս ժանրը գիտական ֆանտաստիկան է։ Երաժշտություն ամենաբազմազան։ Իմ մեքենայի մեջ հիմա հավաքածուն որ կա, ներառում է դասական, ռոք, շանսոն,
Ինչ ասեք կա։ Իհարկե բացառությամբ որոշ ժանրերի, այնուամենայնիվ շատ մեծ ընդգրկունություն ունի։ Իսկ ինչպես պայքարել այդ ժանրերի դեմ։ Ես կարծում եմ, որ այսօր այնքան շատ են ռոպագանդվում հեռուստատեսությամբ եւ ոչ միայն հեռուստատեսությամբ, որ մենք ճաշակի խնդիր ունենք։ Իրականում իսկապես զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվության բավական մեծ բաժին կրում են, մենք էլ ունենք մեր պատասխանատվության բաժինը իհարկե։ Բոլոր հնարավոր միջոցներով պետք է տարածել մեղեդի, պետք է տարածել ճիշտ խոսք, չգիտեմ, պարտադիր չի, որ դա հայեցի լինի, հայկական լինի, ես ինքս մեծացել եմ լսելով դասական երաժշտություն, լսելով ռոք երաժշտություն, դա երիտասարդության իմ շրջանի ամբողջ այսպես հիմնական սնունդն էր, որ լսում էի ռոք բալադներ էի լսում, շատ երաժշտությունը չունի ազգություն, չունի սահմաններ, չունի լեզու, բայց այն ինչ որ մենք ժամանակակից երաժշտության էստրադայի, չասեմ, այսպես այն խառնուրդը, որը անվանում չունի, դա իրականում սնվում է մի կողմից արևելյան մելիզմներով, որոնք իրենց են հատուկ այդ հաճախ են ասում կլկլոցներ, որպեսզի մյուսների համար հասկանալի լինի, արևելյան աշխարհին դա շատ հատուկ է, շատ բնական է, ես իբրև ճամփորդող մարդ հատկապես մահմեդական աշխարհում էլ ինչ-որ հատված հասցրել եմ լինել եւ արաբական երաժշտություն լսել, երբ որ իրենց միջավայրում ես, դա շատ գեղեցիկ ու մաքուր է ընկալվում, բայց մեզ մոտ խառնուրդով ոնց որ լինի, չգիտեմ, եթե կա խոհանոցի դեմ պայքարի միջոց, ասենք խոհանոցային fast food-ի, ապա այդ երաժշտական fast food-ը ես կանվանեի այս խառնուրդները, որոնք անառողջ են ականջի համար եւ հոգու համար։ Չգիտեմ, ցանկալի է, որ երեխաները փոքր հասակից լսեն դասական երաժշտություն, լսեն սիրուն երգեր, օրորոցայիններ, ռոմանսներ ու այդպես քիչ-քիչ բավականին հետաքրքիր ճանապարհ եք անցել մինչև այսօր եւ դեպի ուր եք գնում, ինչ ունեք անելու դեռ։ Ձեր գերխնդիրը, գերնպատակը կյանքում։ Գիտեք, այս պահին մտածում եմ, որ եթե համեմատելու լինեինք մարդու կյանքը դեզերքի մեծ հավերժության մեջ, անգամ թիթեռը կյանքից կարճ կլիներ, բայց այնուամենայնիվ այն կարճ ժամանակը, որ մեզ տրված է, մենք կարող ենք շատ հետաքրքիր ձևով անցկացնել եւ ոչ թե եթե մենք չենք դնում նպատակ վայելելու, որովհետեւ եթե դնում ես վայելքի նպատակը, ապա հիասթափությունները անպայման լինելու են, փոխարենը ես վերապրող տեսակն եմ, բացահայտող տեսակն եմ, եթե վայր ընկա, վեր եմ կենում, եթե ի վիճակի եմ, եթե պարկաստո ոչինչ չի կոտրվել ու հնարավոր է դեռ շարժվել, ապա շարժվում եմ։ Ես իսկապես շատ եմ շարժվում եւ հույս ունեմ, որ այնքան օրեր, որքան ինձ տրված է ապրելու, դրանք կանցնեն նոր բացահայտումների միջոցով, ինձ հաճելի է հանդիպել մարդկանց, ինձ հաճելի է ժպտալ նրանց, բարևել, խոսել երբեմն նույնիսկ անծանոթների հետ, երբեմն մեր մեջ, հայոց մեջ, մի քիչ ընդունված չի, մարդիկ առաջին հայացքից այսպես տարօրինակ են նայում, երբ որ ինչ որ մի իրադրության մեջ անծանոթ մարդու հետ հենց այդ պահին խոսքի ես բռնվում կամ ինչ որ կարճ արագ դիպուկ մի արտահայտություն, բայց այդ ընդհանրապես ակնթարթներ է տևում այդ դիսկոմֆորտը, լավ կլիներ, որ մարդիկ չվարանեին միմյանց հետ խոսելու, ժպտալու, անգամ եթե անծանոթ է ընդառաջ գալիս, նա որևէ վատ միտումով պարտադիր չի, որ մեզ ընդառաջ գալու լինի եւ խոժոր դեմքի արտահայտությունը, որ մենք հաճախ ենք անում եւ բոլորս կիտում ենք հոնքերը, մեզ բոլորովին լուրջ եւ ավելի ծանրակշիռ չի դարձնում ընդհանրապես։ Այո, ժպտացեք եւ բարի եղեք եւ հյուրեր ընդունեք։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն ձեզ, օրվա լավ շարունակություն, ցտեսություն, մնացեք խաղաղությամբ։ Մենք էլ շատ շնորհակալ ենք, ցտեսություն, հաջողություն։ Շնորհակալ եւ բարի եղեք։ Մենք ձեզ միշտ սպասում ենք, հաջողություն։ Դավիթ, այո, Սուրեն։ Համաձայն ես, չէ՞, ինձ այդ որ շատ հաճելի շփում էր եւ հաճելի բացահայտում։ Այո, եւ կրկնակի բացահայտում էր, պարզվեց, որ ծնողական ժողովներին պետք է որ հանդիպած լինեիք, թե դու չես գնում ծնողական ժողովների, Սուրեն։ Ես նախընտրում եմ ծնողական ժողովների չլինել։ Ինչի դու ծնողական ժողովների գնում ես, Դավիթ։ 1-2 անգամ պատահել է։ Կեցես։ Շատ հաճելի էր իսկապես Արմինեի հետ ծանոթանալ,
լուսաբանել եւ լսել նրան։ Այո։ Կարծում եմ հեռուստադիտողները համացանցում կգտնեն ուրիշ երգեր կլսեն եւ հաճույք կստանան։ Ձեզ հետ ինչպես միշտ Դավիթ Վարդանյանն էր Սուրեն Շահվերդյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ։